Սիրելի այնակիցներ, անցնող շաբաթը ազգային ժողովում բավականին հագեցած էր։ Նախ մշտական հանձնաժողովներում քննարկվում էր 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Դրան առիթ կլինի անդրադառնալ, երբ փաստաթուղթը, օրենքի նախագիծը ներկայացվի լիագումար նիստերին։ Զբաղվածության մյուս պատճառը Եվրանեստի խորհրդարանական վեաժողովի հերթական 12-րդ նստաշրջանն էր, որը անցկացվում էր Հայաստանում։ Եվրանեստի խորհրդարանական վեաժողովը ստեղծվել էր անցյալ դարի սկզբներին, որը պիտի հարթակ հանդիսանար Եվրոպական միության եւ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների միջև երկխոսության համար։ Թվում էր, թե չկա ավելի լավ հարթակ այդ խորհրդաժողովի նստաշրջանին քննարկելու Հայաստանին, հայ ժողովրդին եւ հատկապես Արցախահայությանը հուզող խնդիրների համար։ Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր 4 պատգամավորներ Գրիգորյան Աննան, Էլինա Վարդանյան, Մամիջանյան Հայկը եւ ես ներկայացրել էինք փոփոխության առաջարկ ներկայացված զեկույցում։ Մեզ, որպես համահեղինակներ, միացել էին նաեւ Եվրոպական խորհրդարանի սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության 2 պատգամավորներ։ Մեր առաջարկությամբ խորհրդարանական վեաժողովը պահանջում էր Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող գերիներին եւ այլ անձանց, ինչպես նաեւ երաշխավորել էթնիկ զտման ենթարկված արցախցիների վերադարձը իրենց հայրենիք միջազգային անվտանգային երաշխիքների ներքո, կոլեկտիվ հավաքական վերադարձը։ Մենք խոսել ենք նաեւ մեր եվրոպացի այլ գործընկերների հետ եւ այստեղ միջամտում է խորհրդարանական մեծամասնությունը, քաղաքացիական պայմանագիրը, աշխատանք է տանում, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները չքվեարկեն այդ բանաձևի օգտին, ավելին դեմ է քվեարկում այդ առաջարկությանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները դեմ են քվեարկում, որպեսզի Արցախի հայերը էթնիկ զտման ցեղասպանության ենթարկված հայերը վերադառնան իրենց հայրենիք, ինչ է Հայաստանում պատանդ են պահելու։ Ժողովուրդը ճիշտ մի խոսք ունի. գողը տնից չլինի, եզը երդիկից չեն փախցնի։ Եթե երկրի թշնամին երկրի ներսից չլիներ, երկիրը այս վիճակում չէր հայտնվի։ Հույս ունեմ սա կհիշեք, հաջորդ անգամ երբ գնալու լինեք ընտրատեղամասեր քվեարկելու, հաջորդ անգամ երբ ընդդիմությունը ասի ժողովուրդ հերիք է, երկիրը տանում են կործանման, եկեք դուրս գանք փողոց։ Իսկ հիմա ձեզ ուրախ, հաճելի նոր շաբաթ եմ մաղթում։ Շնորհակալություն։